Չեմ հասկանում, ինչ ես այդքան փնտրում, այդքան գրում ջնջում։ Ես իմ աշխատանքն եմ կատարում։ Հա, լավ ես անում կատարում ես, բայց ինչի ես քեզ այդքան ծանրաբեռնում։ Ասում եմ, կարող է ընդմիջում տանք, հա։ Թողեք աշխատեմ էլի։ Ախր ցավը տանեմ, գոնե զանգիր նոր գայր։ Իսկ դա ինչ էր փոխելու։ Չնայած ձեր դեպքում կփոխեր, չէ՞։ Դե գոնե պատրաստություն կտեսնեի, որովհետև Բագրատ Լալայանի մոտ հյուր եկողը մինչև չմոռանա ինչի համար է եկել չի գնա։ Շնորհակալություն, բայց սա այդ դեպքը չի։ Միշտ եք սենց լուրջ։ Աշխատանքի մեջ միշտ։ Պետք չի, մեկ թուլանալ ու ժպտալա պետք։ Ինչը և ձեզ խորհուրդ կտայի։ Ինձ։ Այո, ձեզ։ Թուլացեք, թույլ տվեք ես իմ աշխատանքը կատարեմ։ Կատարեք, ով է ձեր ձեռքը բռնել։ Կատարեք։ Ձեռքս չեք բռնել, բայց ձեր լարվածությունն ու անհանգստությունը ինձ խանգարում են աշխատել։ Գիտեմ, որ աշխատանքի ես, բայց չի կարող քեզ չզանգել։ Հարկայինից կռիս է հայտնվել, ընկելա ջանիս։ Ոսկովանքի հետ բոլոր թղթերը անելա ջրի երես, ստուգում եմ։ Ես այդ ձևերը լավ գիտեմ։ Փորձեցի գրպանս գցել, բայց չստացվեց։ Այս կռիսը պատահական չի հայտնվել։ Սյան վերևներից են ուղարկել ու մեծ ախորժակով։ Ես կարծում եմ, եթե մեզ կարևոր թղթերը հանի ջրերես, մեր գործը բուրդ է։ Դրա համար էլ քեզ զանգեցի, որ փորձես հարցին լուծում տաս։ Լավ։ Նոր կինո է սկսել։ Ինչ է։ Ֆրիդան է եկել։ Գնացել է Աննայի մոտ է նոր։ Ինչ։ Հələ դա ռիսկին է։ Աննայի մոտ է գնացել, ինչ է ուզածը։ Չգիտես ինչ է ուզածը։ Միքայել ջան, եթե ուզում ես ճիշտ իմանաս, ելի պետք է Աննայից ամաչի։ Ոչ թե Հելնի գնա Աննայի մոտ։ Աննան ինչ պետք է արել է։ Մոր նման պահել է այդ երեխին, մեծացրել է։ Ոչ մի խնդիր չի ունեց այդ երեխի հետ։ Հիմի գալիս է, որ ինչ անի։ Ես Աննայի տեղն ալնեմ, կնայեմ ուղիղ աչքերին ու կասեմ. դու ընդհանրապես տեղեկություն ունես։ Ինչ անում, ոնց ասավ այդ բոյին։ Մենակ թե չուզենա հերին տեսնի։ Չէ կմորթ եմ։ Տղա ջան, եթե ջերի երես է դուրս եկել, ուրեմն ստե մի բան կա, ուրեմն դա ինչ-որ նպատակներ ունի, որ եկի ասել աստեղ։ Գիտես այդ ինչ քոկված տիպն է։ Դրա դեմ առնել է Բեկմիկո։ Դե որ մեկի դեմն առնենք, արդեն գժվեցինք։ Անցելի բոլոր ուրվականները ջրի երես են դուրս եկել։ Մնում է սոսը գերեզմաններից վեր կենա։ Աստված չանի, Միքայել, ավելի մեռելներն էին մեզ պակաս։ Պապ ձեռ ես առնում, բայց ամեն ինչ իրոք լրջացել է ու շատ։ Դե Միքայել ջան, ինչ անում եմ, քո տրամադրությունը ցրելու համար եմ անում։ Դալալից տեղեկություն չկա, վախտը չի։ Հələ մի բան էլ անցել է։
Հրաշք տղա է գորը։ Ճիշտ է, լավ պայմաններում չենք հանդիպել, բայց միևնույն ոսկի տղա է։ Համաձայն եմ, իրոք լավ տղա է։ Ես տենց հոգատար ու շատ իր բժիշկ կյանքումս չեմ հանդիպել։ Շատ կուզենայի Անգելինան ուրիշ աչքով նայեր գորին, այդ անպատկառից վերջապես կպրծնեինք։ Անգելինան շատ համառ աղջիկ է։ Տենց հարցերում նրա հետ հեշտ չի։ Համաձայն եմ։ Ամեն ինչ լավ կլինի, չէ՞։ Վախենալու անհանգստանալու կարիք չկա։ Ավելի վախենալու կլիներ, եթե ամեն ինչ սենց թողնեինք։ Հա, հաստատ, չէ, անպայման պիտի արվի ու շատ շտապ։ Բարև ձեզ։ Ազատ ես։ Բա Միքայել ջան, մտածում էր մեր ձեռից տենց հեշտ ու հանգիստ բրցնելու է։ Արիելը վերինք էին։ Արի նստի տենակ ինչ ես այդքան հարամ։ Վերջին գերոջդ պատմեցիր, հա։ Ամեն ինչն ես դասավորվեց, որ չէի կարա չպատմեի։ Բայց խոսք էիր տվել։ Մեջդ տղամարդկություն չկա, որ ասածներդ պահես։ Հենրին իմ ընկերն է։ Նոր հիշեցիր։ Ծրարով փողը վերցնելուց չէիր հիշում, որ ընկերդ է։ Լսի այ կլոն։ Կարաս տենդ մի հատ կտրես։ Շատ ափսոս էլ է, ցիրկ քանդեցին ու չսարքեցին։ Թե չենտե կտանեի քեզ կտեղավորեի, կլոն կաշխատեիր։ Իսկ կլոն ես էլի։ Ուզում ես երկու խաղ խաղաս, հա։ Երկու պարանի վրա ես ուզում խաղաս։ Բայց չես վախենում, որ կարող է ընկնես ու ջարդ ու փշուր ելնես։ Ես գնամ ծիածավակի մոտ։ Փաստորեն սրա համար չէիր ուզում, որ գայի։ Ինչ ես խոսում, Հենրի։ Չես լսում, ինչ եմ խոսում։ Իս Հայաստանի բոլոր սրտաբաններից եկաք սրան ընտրեցիք, հա։ Իմ համար կարևոր չի ով կլինի հորս բժիշկը։ Կարևորը որ լավ մասնագետ լինի ու վիրահատությունը լավ տանի։ Հաստատ էս այն հարցը չի, որ ես իմ անձնական ամբիցիաները խաղացնեմ։ Բայց ոնց որ լավ էլ խաղացնում ես։ Աչքի սենց քո անձնական ցանկությամբ էլ եկել եք հենց այս հիվանդանոց։ Չէիր կարում մամային ասեիր լավ բժիշկ գտներ, թե մտքովդ չի անցել։ Հա, զազավակ։ Ոնց է տրամադրությունդ։ Ախր քեզ նման բժիշկ ունեցողի տրամադրությունը ոնց կարող է վատ լինի, Գորջան։ Թե լավ, ամաչացնում ես։ Բայց իրոք տենց է։ Մենք քեզ այնքան շնորհակալ ենք, քո նման ուշադիր ու հոգատար բժիշկ ես էլ չէի տեսել։ Տիկին Վիկտորիա, ես իմ մասնագիտական պարտն եմ արել։ Գորջան, իսկ Անգելինան հետդ չէր։ Այն տղան էր եկել։ Հիմա իրար հետ միջանցքում են։ Ոնց թե։
Ավակ, խնդրում եմ, մի նյարդայնացի, խնդրում եմ, քեզ չի կարելի։ Ես հիմա վերջ կտամ այդ ապուշ պատմությանը։ Ինչ ես անում։ Ավակ, չի կարելի, խնդրում եմ, հանդիս թողից։ Ինչ ես անում։ Ես տեսնես ինչ եմ անում։ Դե գնա։ Ավակ։ Հանդիս թողից։ Ավակ, խնդրում եմ։ Հանգիստ թողից ասում։ Մի արա, խնդրում եմ, հիմա կվատանաս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Որ խնդրեմ ինձ սուրճ կմոտեցնեք։ Հիմա կասեմ կմոտեցնեմ։ Շնորհակալ եմ։ Ես ուզում եմ տղայիս տեսնել։ Նա ինձ պիտի ճանաչի ու կճանաչի։ Շնորհակալ եմ։ Ես ձեր սպասարկումից շատ գոհ եմ։ Եվ ուրախ եմ, որ հենց ձեր հյուրանոցն եմ ընտրել։ Շնորհակալից։ Դրսում կխոսանք։ Ինձի կլինի գնաս։ Ոնց հասկանում եմ իմ մահն ես, աղջիկ ջան։ Չնայած որ արդեն հասցրել ես մահվան դուռը, սրանից ավելին չի լինում։ Բայց հիմա էլ չես թողնում, որ հանգիստ մեռնեմ։ Գնա, չքվի, թող ես իմ կյանքի վերջի րոպեներին քեզ չտեսնեմ սրա հետ։ Պապ, դու համարձակվում ես ինձ պապ ասել։ Դու իմ հայրական իրավունքները ոտնատակ ես տվել։ Անունս եւ պատիվս գետնով ես տվել։ Հիմա էլ չես թողնում, որ հանգիստ են աշխարհ գնա։ Ավակ, հանգստացի։ Պապ ջան, ինչի ես վեր կացել, արի գնանք պալատ պարկի։ Չմոտենաս ինձ, հեռաց ես տեղից։ Ինչի ես իմ հետ սենց խոսում։ Հոպարավո, համ քեզ խնայի, համ մեզ։ Արի քեզ ուղեկցեմ պալատ, համ էլ այդ հիստերիկ նոպաներիդ վերջ դուր։ Լրիրա հիմար լակուտ, դու քանդեցիր իմ ընտանիքը, դու փոշիացրիր իմ ընտանիքի անդորը։ Դու փորձանք ես։ Հերի գնա։ Մենակ ինքը չէ, դու էլ գնա, ես այլևս աղջիկ չունեմ։ Ավակ։ Պապ։ Ավակ։ Չմոտենա, չդիպչես ինձ։ Դե ես ինչ կապրիզներ ես անում։ Պապ, քո այս պահվածքն ինձ ուղղակի սպանում է։ Ումից ինչ ասես կսպասեի, բայց ոչ քեզնից։ Հեկ տարից ներից, չեմ ուզում ես երկուսին տեսնել։ Պապ։ Ձենդ կտրի, աննամոտ, առանց ամաչելու, վերես կացել եկել սրան էլ հետդ ես բերել։ Մամա։ Ինչ մամ, մեզ խապում ես իբրև թե չես հանդիպում ես լակոտի հետ, դե քիչ է հետդ բերում ես հիվանդանոց, որտեղ հերդ ընկել է քո պատճառով։ Հոպ, մորքուր, ոտդ գազից հանի, տենց արագ-արագ խոսալով չի։ Հերիս ուս մնա ու գնա։ Ձյաձավակ, ով է քեզ թույլ տվել դուրս գալ հիվանդասենյակից, քեզ չի կարելի։ Ես ինչ վիճակի եք հասրել ես մարդուն։ Ուղեկցեք հիվանդասենյակ։ Գնաս տեղից, չեմ ուզում քեզ տեսնել։ Գոր պապոն լավ կլինի, չէ։ Անգելինը փորձիր հորիցդ հեռու մնալ։ Հիմա քո ներկայությունը նրա վրա լավ չի անդրադառնում։ Դու ես որոշում։
Հերի։ Ուտողորացող դուրս եկար էլի։ Կարո։ Հալալից վերածվեց հարամի։ Ես այն ժամանակ հարամ դարձա, երբ աղբորս դավաճանեցի։ Դանակն էլ դնեի կոկորտիս ես աղբորս չպետքա դավաճանեի։ Տեսար ոնց խաղաց։ Ես որ ասում եմ։ Ամենից դες ինչ եմ ասում։ 20 տարի այդ կրկեսը չի գործում։ Հենց գործեց, իմ ծանոթությամբ դու այնտեղ խնդիր չունես, կլոուն ես աշխատելու։ Նեղացնում եք, բայց ճիշտ եք անում։ Ինքս դավաճանին հասնում եմ։ Ինչու քեզ տղամարդու պես չպահեցիր։ Ես ինչ չէի ներում աղբորս գլխին սարքելու համար։ Այ մեյմուն դու քո կյանքի համար վախենալով ես բերարանդ բացեմ։ Այս պատմության մեջ միակ կորցնողը դու ես, Կարո։ Որ մեզ չդավաճանայիր, կարող է մեջքիդ կանգնեինք։ Բայց քանի որ մեզ հուսախապ ես արել, չենք էլ ուզում երեսը տենանք։ Ինչ ասեմ, կարակ տակ սպանեք, ուրիշ բան չունեմ ասելու։ Քեզ սպանենք։ Ավելի լավ է չկեղտոտվենք։ Ուրեմն ակաժն է թափտուր, որ լավ լսես։ Սենց են գանում։ Աշխատին են ծապրես, որ մեր դեմ դուշ չգաս։ Կլոուն։ Թե չէ էլ հետ գտել չեն գտնի։ Իսկ մի մաքրվար ստեղից։ Չես տենում ախորժակներս պատմել է։ Արդեն պարզ է։ Ինչով էր պայմանավորված ձեր անհանգստությունը։ Ես անհանգիստ չէի, բայց հիմա արդեն անհանգստացա, որովհետև ստեղ սխալմունք կա։ Մեր կողմից սխալմունք չկա, բայց ձեր կողմից կա։ Լսեք։ Այնինչ ես գտա, լուրջ մախինացիա է համարվում։ Արե ցավը տանեմ, ես ուր մախինացիան ու չեմ էլ ճանաչում։ Դուք լիարժեք չեք վճարել հարկերը։ Հաշվապահական մեծ խախտումներ արձանագրվեցին, որոնցով կզբաղվի հարկային տեսչությունը։ Բա տեղից սկսեիր։ Ես գիտեի, որ մեր հաշվապահի տակը կեղտ կա։ Փաստորեն ինքը մեզ թալանել է, հա։ Թե ով ում թալան է, դա կպարզի հարկային տեսչությունը։ Տեսություն։ Միլացի։ Ես չեմ կարայ որ մահվան պատճառը դառնամ։ Պապայիդ ոչ մի բան չի լինի։ Դու չես հասկանում Հերի։ Պապաս ինձ կյանք ա տվել, ինձ պաշտել է, հասկանում ես։ Ես երբեք իրանից ոչ մի վատ բառ չեմ լսել, իսկ հիմա Արի կանգնի։ բաց գնա Հերի։ Եթե իրանք ուզում են, որ ես ընտրեմ, ուրեմն ես իրանց եմ ընտրում։ Համարենք քեզ չլսեցի։ Եթե չլսեցիր, ավելի բարձր կասեմ։ Գնա Հերի, ես ծնողներիս եմ ընտրում։
Անգելինա, չես հասկանում, որ քեզ մանիպուլացնում են։ Այս քո կյանքն է, ոչ թե իրանց։ Ապրի քո կյանքով ու քո համար։ Զոհ մի դառը իրենց քմահաճույքներին։ Չէ, դու չես հասկանում, Հենրի։ Չես հասկանում, որ խոսքը հորս կյանքի մասին է։ Բա ես, դու, մեր սերը։ Խնդրում եմ խղճա ինձ, ոչ մի բան մի ասա, սուս մնա։ Ուր մնացին ինձ տված քո խոստումները, որ մենք միասին ենք լինելու ու մեզ չեն բաժանելու։ Կներես ինձ։ Արի միշտ ապի, հա, որոշումներ ընդունել։ Գնա, Հենրի։ Գնա։ Դու խաղում ես իմ հետ։ Մենակ թե որ ես անգամ գնացի, այլ հետ չեմ վերադառնալու։ Գնա։ Գնա։ Վերջին անգամ եմ քեզ ասում։ Եթե ես անգամ գնացի, այլ հետ ճամփա չկա։ Գնա։ Գնա։ Ոնց կարող էր քեզնից Ժամանակն է, որը թերաշկանում է, թե ով է իրական իր մայրը։ Մամջան, ինչ-որ բան է եղել։ Այ Աննա ջան, քեզ վատ ես զգում։ Մի բաժակ ջուր կտաս։ Այ, լավ չես զգում, մամջան։ Ում խոսա, իմ սիրտս կկանում է։ Ճանապարհը գլուխս պետոտվեց, երևի ճշտման խնդիր է հեսա կանցնի։ Հիմա կբերում կչապեմ։ Պետք չի արի հեսա կանցնի։ Տեղի էր գնում բալես։ Հա, կոկոյի ուզում իջնեի, Աննային օգնեի ու նոր ապրանք ենք ստաց։ Գնա, դու գնա։ Չէ, ոնց քեզ ես վիճակում թողնեմ գնա։ Ես լավ եմ, դու գնա։ Համել ինքը մենակ չի, հանգիստ գնա։ Լավ, ամուսացիք։ Լավն է քեզ։ Որ կար։ Հա, բալես։ Ասենք Վայնեին խաբեցիր։ Իմ ասա տեսնեմ, թե ինչ է եղել։ Հենրիի մայրն է հայտնվել։ Հիմա հասկանում ես ինչի եմ ես վիճակում։ Վայ։ Եկել էր մոտս հիվանդանոց։ Չհասկացա ինչի համար էր եկել, ինչ էր ուզում։
Վայ, որ քուր հազիվ ինձ սպեցի, որ չսպանեմ դրան։ Ինչի չզանգեցիր, հա? Կգայի դրան իր տեղը ցույց կտայի։ Միքայելին զանգեցի։ Շատ էլ ճիշտ ես արել։ Հուսով եմ Միքայելը քեզ ապաշտպանել։ Դե հա։ Միքայելը ասում է, որ այդ կինը ոչ մի բան էլ չի կարողանա անել, բայց մեկը ես վախենում եմ։ Այ բալա, ինչի՞ց ես վախենում։ Որ կկորցնեմ Հենրիից։ Ումա պետք է այդ ներկայացումը։ Ինչի եք իմ հետ սենց վարվում։ Մենք ենք վարվում։ Մենք ենք քո հետ վարվում։ Թե հերդ այս դռներից ողջ դուրս չեկավ։ Դու ես մեղավոր լինել։ Պապան լավ է լինելու։ Դուրս է գալու ինձ ներելու է։ Արդարացնում ես քեզ, հա։ Արդարացրա։ Ոչ տեսնել եմ քեզ ուզում, ոչ էլ լսել։ Այն ասում եմ, ես ձեր խանութում աշխատելը շատ վտանգավոր է, գիտես։ Ինչի։ Ոնց ինչի, որովհետև ամեն ինչ այնքան լավն է, որ ուզում եմ ամեն ինչից ունենալ։ Հետո էլ ունեցի։ Դե այդպես էլ անում եմ, էլի։ Ուղղակի վերջում ամբողջ աշխատավարձս թողնելու եմ կոկոյում ու այդպես դատար գրպանով գնամ տուն։ Մի վախեցի, Յան։ Ես քեզ առանց աշխատավարձ չեմ թողնի։ Ընկերուհիս, օպրես շատ։ Դու ինչ շատ ես երես տալիս։ Բայց դե որ այդպես է, ժամանակ չկորցնեմ։ Յանա, ինչ ես անում։ Ֆայն, այս քանի օր աչքս այս շորթներքի վրա է։ Հիմա հազիվ առիթ է փորձում եմ։ Ոնց է։ Շատ սիրուն է։ Լսի շատ լավն է, մի հատ տես ինչ փարթամություն է հաղորդել շուրթերիս, ոնց որ լցրած լինում, անտիր, սա հաստատ վերցնում եմ, բայց միայն սա չէ, ինձ դեմքի խնամքի միջոցներ էլ է պետք։ Լսի, խնամքի միջոցներ ինձ էլ է պետք, գիտես, չէ, որովհետև մի տեսակ յուղոտ է մաշկս ու սենց սև կետիկներ կան, ամբողջ Երևանը այդ հարցս տեղ է լուծում բացի ինձանից։ Շատ ճիշտ է Ֆայնա ջան, ավելի լավ է լավ խնամքի միջոցներով մաշկը նորմալ խնամել, քան հետո գնալ կոսմետոլոգների մոտ ու մտածել մաշկը ձգելու մասին։ Արի։ Ինչ ես անում, Յան։ Ոնց ինչ եմ անում, ուզում եմ իմ հավանած ապրանքները դնեմ զամբյուղի մեջ։ Միքայել գտետ անբարոյականին, ես ընենց կանեմ, որ դրա իզուտոզը չի երևալ։ Այս անգամ ես դրանով կզբաղվեմ։ Ախպեր դու գնա քո տուն տեղով ընտանիքովդ զբաղվի, կլնի։ Ֆրիդան իմ խնդիրն է, պապ, ես էլ քո համար հեներին չեմ, ես իմ հարցերը կարամ լուծեմ։ Լավ, ես ուղղակի ուզեցա քեզ օգնեի, բայց եթե չես ցանկանում, խնդրեմ։ Շնորհակալություն վստահության համար։ Բայց ամեն դեպքում այդ բայցը կա, էլի։ Հակառակ դեպքում, եթե դե Հենրի մոտը ծավ, չէ, ես իմ քայլերի համար պատասխան չեմ տալու, Միքայել։ Նայ տես, ասեցի։ Դրա համար էլ ասում եմ բայց։ Կգնամ անվերադարձ,
Հերիք եղավ ինչքան հետևիցդ վազեցի։ Նենց մեկը չի ծնվելում հետևից, Հենրի շախունցը այդքան վազի, այդքան խնդրի։ Մերժբի։ Դու այդքան չկաս։ Ու ոչ մեկ այդքան չկա։ Ոչ մեկը արժանի չի, որ ես այդքան տանջվեմ։ Ապրեն թե մերոնք, թե ձերոնք։ Այդքան կռիվ տվեցին ու հաղթեցին։ Մի մոռացի հա քո կարգավիճակը։ Քեզ ուզվել չի կարելի։ Թե այդ խմի ու հանգստացի։ Ֆեյվակուրնց անդուրկիներ։ Զարմանում եմ ոնց կարող է դա Հենրիիս մայրը լինի։ Դե ոնց որ դու ես ասում, դու ես Հենրիի մայրը։ Դու ես այդ երախուն պահել մինչև օրս։ Իսկ եթե դա իմ ու Հենրիիս կապը քանդի։ Չի քանդի։ Գլուխը պատովը կտա։ Միքայելը չի թողնի։ Ալո, տղես ուր ես։ Չես գալիս տուն։ Դեռ չեմ մերս, ինչ կա։ Ոչ մի բան, ուզում էի գայր տուն, հաց ուտեիր, թեյք խմեիր։ Լավ ավելի մամ ջան, ինչ թեյ, ավես չունեմ։ Բան է եղել տղես, մի տեսակ ես։ Մամ տրամադրություն չունեմ, հետո կպատնեմ։ Չէ, հիմա պատմի։ Ուր ես, կլինի հենց հիմա տուն գաս։ Տուն չեմ գալի, մամ, գնում եմ Ծաղկաձոր, գնում եմ են դավաճանը Անգելինային գլխիցս հանում, կզանգեմ։ Բալես էդ ինչ ասես, որ խառնվեցիր իրար։ Հիմա ինչ հատ է դա հայտնվել է, ես պիտի անընդհատ վախով ապրեմ, որ հանկարծ չհայտնվի ու ճշմարտությունը չպատմի։ Չի գա ու ճշմարտությունն էլ չի պատմի։ Կարծում եմ Միքայելը թույլ չի տա, հանգիստ եղի։ Թե այդ խմի։ Ես դες կյանքիցս շատ եմ սիրում։ Դու եկար մեր կյանքը, ոստիպեցիր ապրել մեզ։ Մենք շնչահեղձ էինք լինում մեր ողբերգության մեջ։ Դուք ինձ աննկարագրելի սիրով եք մեծացրել։ Ես ձեզ նույն սիրով սիրեցի։ Բայց դուք դադարել եք ինձ վստահել։ Դու դարձար մեր տանոթն ու արևը, բայց քեզ կորցնելու վախը մեզ բերեց կործանման։ Ես չեմ ապրի, եթե դու չապրես վապ։ Հաճախ ասում էիր, ավելի լավ է մեռնեմ, քան Անգելինան իմանա ճշմարտությունը։ Դու հիմա բռնել ես այդ ուղին, մոռանալով ինձ և այն, թե ինձ հետ ինչ կլինի։ Յա, տիկնայք, ինչ կա։ Դժգոհ դեմքեր եմ տեսնում։ Ինչ է եղել։ Հենրիի համար եմ անհանգիստ։ Զանգեցի գիշերվա կեսին գնում էր Ծաղկաձոր։ Դե լավ, առաջին անգամը չի։ Ես ավելի անհանգիստ եմ, որ նա բազմախբյուր չի գնացել։ Ինձ թվում է Անգելինայի հետ կապված ինչ-որ բան է եղել։ Հա, ինչ մեծ ողբերգություն է դա։ Դե լավ, ոչինչ։ Հենրիի պաշտպանողական ռեակցիան է հենց մի անում, հա։ Ճանապարհ անգնում դեպի Ծաղկաձոր։ Մեկ չէր մեզանից նեղացած, հա։ Շո, էլ էտա խոսել չի լինի։ Չեք կարծում, որ ես վերջերս երեխուն շատ եք նեղացնում։ Աննա, ինչ։ Ինչի ես ամեն անգամ բերանս փակում, ճիշտ չեմ ասում։ Պարզվում է Հենրին իր տան մեջ դավաճաններով է շրջապատված։ Աղջիկ ջան, հասկացանք եղի ես։
Հասկացաք, Հենրին շատ է սիրում։ Բայց իմացի տեսում է ինչ ես խոսում։ Աննան մի քիչ հուզված է։ Ու ես հասկանում եմ ինչից է։ Ես որ պապջանարի այս անգամ Աննայի դրության մեջ մտնենք։ Ես վաղը կհանդիպեմ որդուս։ Տեսնեմ այդ ժամանակ ինչ եք անելու։ Դուք ինձ լավ չեք ճանաչում։ Եթե մտածում եք, որ ձեր սպառնալիքներով կկողպեք բերանս։ Բարի օր։ Բարի երեկո։ Ճիշտ է արդեն ուշ է, բայց ինձ մի հատ լյուքս համարել է։ Այս պահին ազատ համար չունենք։ Ոնց չունեք։ Իմ համար էլ չունեք։ Լսեք, ուղղակի Ես ձեզ լսեցի, բայց դուք ինձ ոնց որ լավ չեք լսում։ Կամ էլ չգիտեք, ով է ձեր դիմաց կանգնած։ ես գիտեմ ով են դիմաց կանգնած։ Բա ուրեմն ոնց կարա Հենրի Շախունցի համար ստեղ համար չգտնվի։